Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք, շատ ուրախ եմ, որ դուք հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք կարծում ենք, որ կհամալրեն ձեր ընտանեկան կերակրացանկը, ինչու՞ չէ նաև հանրային սննդի օբյեկտների մեր խոհարարներին կհուշեն, թե ինչ պատրաստեն այսուհետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա ուտեստը, որ պիտի պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Դիլիջան Ռեզորտ հյուրանոցային համալիրի խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ Գևորգ Սահակյանը։ Ողջույն Գևորգ։ Ողջույն։ Տեսար չնշեցի, երիտասարդ և խոստումնալից, ինչ ես կարծում, ոչ չնեղացար։ Ոչ։ Բարեկամներ, երիտասարդ և խոստումնալից խոհարար։ Ինչպես են տրավադրությունը, ինչպես են գործերը։ Շատ բարձր, շատ լավ։ Ամեն ինչ լավ է։ Իհարկե։ Ես արդեն ուտեստի լավ լինելու մասին չեմ մտածում։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք արծվի բույն։ Ինչ է արծվի բույնը։ Արծվի բույնը բաղկացած է հավի թևիկներից։ Ահա։ Իր հետ խավարդ կարտոֆիլ պայն։ Այսինքն պայնը մենք պիտի հուշենք մեր հեռուստադիտողներին, որ դա կտրատման եղանակ է։ Բանը, կարտոֆիլը բարակ կտրատած։ Բարակ, մանր։ Շատ մանր կտրատած։ Լավ, ինչ ենք օգտագործելու։ Օգտագործելու ենք Սոուս եմ տեսնում այստեղ մեր։ Սոուսը դա enchilado սոուսն է։ Enchilado սոուս հայկական տոմատով։ Հայկական տոմատով, պամիդոր, լոլիկով։ Ահա, ապրես դու, այ մեր լոլիկը ինչքան է օգնում դրսի արտասահմանյան այդ եվրոպական խոհանոցին։ Ինչ ենք անելու, ինչ ջերմային մշակման ենք ենթարկելու մթերքները եւ ունեմ ես արդյոք այստեղ օգնելու, կարող եմ օգնել քեզ։ Դե կարող եք։ Ինչ կվստահես։ Կարտոֆիլ պայնը, որպեսզի կտրատվի այն։ Կարտոֆիլ պայնը վստահեցիր, հա։ Այո։ Պայնին անենք հիմա մենք կտրատենք։ Ահա այս բարակ կարտոֆիլն է, բարեկամներ, գիտենք մենք մեխանիկական սարք այդպեսի կա, սլայսեր է կոչում, սլայսերով կտրատել ենք։ Սլայսերով կտրատել ենք։ Հետո դանակով կմանացնենք մեզ հարմար ձևով։ Իսկ դու ինչ ես անելու։ Ես հիմա հավի թևիկներով կզբաղվեմ, նրանց պատրաստեմ, որպեսզի խորովենք մաղալում։ Որպեսզի արծիվը չնեղանա։ Արդեն կտրատած հավի թևիկները, առանձնացած նրան մասը, բացում ենք այսպես։ Իսկ ինչպես ենք համեմել, Գևորգ։ Համեմել ենք աղով, պղպեղով, չամանով և կեչուպով։ Այո։ Եվ պիտի խորովենք։ Հա, իրան պատրաստելու ենք կրակի վրա։ Պետք է խորովենք իրեն կրակի վրա։ Ցանցի միջոցով։ Ուտեստի ձևը, տեսքը մեզ թույլ չի տալի նրան շշի վրա խփել, քանի որ ինքը տեսքը պետք է պահպանվի եւ յուրահատուկ տեսք ունի ինքը, այդ համար օգտագործում ենք ցանցը։ Ես իրան այս մասով դեպի ներքև եմ դնում, որպեսզի ծածկելուց ինքը էլի տեսքը չփչանա, որովհետեւ այն ուտեստը, որ ես հավաքում եմ, ինքը կոչվում է արծվի բույն, բույնը պետք է ունենա արծվի բույնի տեսքը հենց։ Արծվի տեսքը։ Արծվի մագիլների տեսքը։ Կարտոֆիլն արդեն պատրաստ է։ Համեմելու ենք կարտոֆիլը նոր տապակենք։ Չէ։ Հենց այսպես պիտի ուղարկենք տապակենք։ Բարեկամներ, մենք ուղարկենք համապատասխան գործիքի վրա, այսինքն այդ ֆրի եղանակով տապակելուն հարմարեցված գործիքի վրա կտապակվի կարտոֆիլը եւ խավարտավորելու ժամանակ կունենանք արդեն կարտոֆիլը տապակված։ Հարմացրեցինք կրակը եւ ես ցույց տամ այն ոսկորիկները, որի մասին ես խոսում էի։ Ահա, մագիլները դրանից են աճելու։ Հա։ Ինքը սենց վիճակում չի կորցնի իր տեսքը։ Շատ լավ, շատ լավ։ Եվ դնում ենք կրակին։ Գևորգ ջան, արդեն պատրաստ է կարտոֆիլը, հիմա ինչ պիտի անենք։ Հիմա
կօգտագործենք վարունգ եւ լոլիկ ձևավորման համար։ Ափսեի ձևավորում։ Գեորգ ջան, ափսեն դնենք այստեղ, որ հեռուստադիտողներին էլ տեսանելի լինի։ Ունենք։ Ձևավորեցինք ափսեն։ Եվ ինչ ենք անելու հիմա։ Հիմա լցնում ենք կարտոֆիլ բայնը։ Դեն պատում ենք ամբողջովին ափսեի տարածքով, ափսեի լայնությամբ, որպեսզի ողջ բոլորը ծածկվի։ Խորովածն էլ արդեն պատրաստ է։ Ձևադրենք մեր սոուսը։ Կենտրոնում սոուսը։ Սոուսը ունի կծու եւ մի քիչ քաղցր, հա։ Չէ, հիմնականում ինքը թեթև կծու է։ Թեթև կծու։ Քաղցրություն չկա, ինչքան լոլիկը քաղցր կլինի, այդքան էլ սոուսը։ Բայց կծվություն կա միջով։ Շատ լավ։ Վերցնենք արդեն մեր պատրաստի թևիկները։ Բարեկամներ, շատ լավ բույր է տարածվել։ Տեղադրում ենք ափսեի մեջ իրեն։ Մագիլներով։ Բնականաբար այս չափաբաժինը մի անձի համար չէ։ Դե այս պահին մի անձի համար չէ։ Բայց կարելի է նաև այդպես բաժնային մատուցել։ Հա, բաժնենք, այլ է մատուցել։ Շատ գեղեցիկ ուտեստ ստացվեց, համի մասին չենք խոսում։ Գևորգ ջան, լավ է, շատ հիանալի է։ Դու ունես առաջարկ, հորդոր, խոհարարների երիտասարդ, մեր հասարակությանը ինչ կցանկանաս։ Երիտասարդ խոհարարներին կցանկանամ ավելի շատ նվաճումներ, հա, աշխատեն իրենց վրա, ավելի շատ բարձունքների հասնեն։ Ապրես։ Իսկ մեր ժողովրդին մի քիչ իմ գործին մոտ բան ցանկանամ, սաղին առաջարկում եմ առողջ սնվել։ Ապրես, ապրես։ Հարգելի երիտասարդներ, անցանք Գևորգի հորդորին եւ երբեք ուշ չէ, սկսենք առողջ սնվել։ Ուտեստը, ինչպես Գևորգը փոխանցեց, հիմնական ուտեստ է, մատուցվում է մոտորապես 60 աշճան ջերմությամբ եւ Գևորգը առաջարկում է այս ուտեստի հետ ճաշակել Գարեջուր։ Գարեջուր։ Ամառ է, գարեջուրը ցանկալի է։ Արդվի բույն, հավի թևիկներ 15-20 հատ, կարտոֆիլ 500 գրամ, տոմատի սոուս, աղ, պղպեղ, ճաման, բարի ախորժակ։